Բարև ձեզ սիրելիներս, այժմ ուզում եմ ձեզ հետ խոսել ինչ է իրենից նշանակում, ինչ է նշանակում, երբ որ մարդը երազում տեսնում է մոմեր։ Եթե մարդը երազում տեսնում է, որ մտության մեջ որ մոմ է վառվում եւ իր դեմը լուսավորություն է, ուրեմն ինքը դժվարություններից, նեղություններից դուրս կհաղթահարի այդ դժվարությունները։ Եթե մարդը տեսնում է, որ իր ճանապարհին անընդհատ վառված մոմեր են, դա ցույց է տալիս, որ այդ անձնավորությանը կյանքի մեջ խնդիրներ կառաջանա, խնդիրներ եւ հարազատների հետ եւ կոլեկտիվի անդամների հետ, հասարակության անդամների հետ։ Ինքը պետք է զգուշ լինի, որպեսզի կարողանա այդ խնդիրները հաղթահարե դուրս գա։ Եթե ինքը երազին տեսնում է, որ իր չի կարողանում մոմ վառել, կամ երբ որ մոմը վառում է, մոմը հանգում է, կամ երբ որ տեսնում է, որ իր ձեռքի մոմը հանգում է, կրակը մարում է, դա ցույց է տալիս, որ այդ անձնավորությունը ուժեղ անձնաառողջական խնդիրներ կունենա, ընդཐུպ նույնիսկ վտանգ կա, որ կարող է իր կյանքին անմիջապես վտանգ սպառնա, ինքը պետք է կարողանա զգուշ լինի, որպեսզի այդ տիեզերքի տված հնարավորությունը կարողանա օգտագործել եւ այդ վտանգները կարողանա խուսանավել։ Եթե մարդը երազին տեսնում է, որ իր հարազատը ձեռքին մոմ ունի, իր ծանոթը ձեռքին մոմ ունի եւ այդ մոմը հանգում է, դա նշանակում է, որ այդ հարազատին կյանքին վտանգ է սպառնում, դա նշանակում է մահ։ Եթե մարդը երազի մեջ տեսնում է մոմի վառած մնացորդներ, իր 4 կողմս ոչ թե այրվող մոմեր, այլ մոմի վառած մնացորդներ, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ մարդու կյանքի մեջ խնդիրներ կա, խնդիրներ պետական դռների հետ, առողջապահական հիմնարկությունների հետ։ Ինքը պետք է կարողանա այդ հարցերը լուծել իրականում արդեն կյանքի մեջ։ Եթե մարդը ինքը իր ձեռքով վառում է իր մոմը եւ հետևում է այդ մոմի վառելու ընթացքին եւ այդ ընթացքում ոչ մի խնդիր չկա մոմի կրակի բոցի հետ կապված, դա ցույց է տալիս, որ այդ անձնավորությունը իր կյանքի մեջ ինչ-որ նպատակ է դնում եւ ուղղորդված գնում է իր նպատակին, իր երազանքին հասնելուն եւ ինքնըստինքյան ճակատագիրը հովանավորում է, որ ինքը կարողանա իր նպատակին, իր երազանքին հասնի։ Իսկ եթե ինքը դնում է մոմը վառում է եւ մոմը մաղրում է, ինքը նորից փորձում է այդ մոմը վառել եւ դժվարությամբ է կարողանում այդ մոմը վառել, ուրեմն դա ցույց է տալիս, որ ինքը իր նպատակին հասնելու համար շատ դժվարություններ, շատ խոչընդոտներ, շատ աշկերտներ պետք է կարողանա հաղթահարել։ Եթե մինչև վեճ կարողանում է արդեն վեճում հասցնել վառել, ուրեմն կհասնի իր նպատակին, բայց շատ մեծ դժվարությամբ։ Իսկ եթե ընդհակառակը ինչքան էլ փորձում է, չի կարողանում մոմը վառել, ուրեմն ինքը լավ կլինի, որ իր այդ դրած նպատակին, ինչ որ ուզում է գնալ, այդ նպատակից հրաժարվի եւ գնա լրիվ ուրիշ ուղղությամբ, որովհետեւ ցույց է տալիս, որ ինքը չի հասնի այդ գործողություններին իրականացմանը։ Եթե մարդը տեսնում է, որ իր շուրջ բոլորը վառվող մոմեր են եւ այդ տարածքը ոչ թե մթության մեջ է, այլ լուսավորության մեջ է,
ուրեմն այդ անձնավորության կյանքի մեջ լավ ժամանակահատված է մտնելու, ինքը կարող է ինչ-որ դժվարություններ հաղթահարի, ինչ-որ փորձություններ, բարիերներ հաղթահարի, որի ինքնըստինքյան դիեզերքը նույնպես կողորտի, նույնպես կհովանավորի, որ ինքը կարողանա այդ խնդիրները հաղթահարել։ Եթե մարդը տեսնում է, որ իր վարված մոմը հանգում է, կոտրվում է, ջարդվում է, դա նույնպես ցույց է տալիս եւ առողջական խնդիրներ եւ ազնական հարաբերությունների մեջ խնդիրներ։ Սիրելիներս, տանրապես մոմը դա խորհրդանշում է մարդու կյանքը, մարդու էներգետիկան, մարդու բիոդաշտը, եւ եթե երազների մեջ դուք մոմը վառելով ձեզ զգում եք երջանիկ, ձեզ զգում եք ուրախ, ուրեմն ձեր մոտ ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչ կիրականանա։ Իսկ եթե ընդհակառակը դուք ձեր երազի մեջ տեսնում եք ձեր մոմը չվառվող, ձեր մոմը կոտրված, ձեր մոմը իր բոցի ջերմությունը կորցրած, խնդիրներով անընդհատ մարում է, ընկնում է, հանգում է, դա ընդհակառակը արդեն ցույց է տալիս, որ ձեր կյանքի ընթացքը խնդիրների մեջ է լինելու եւ առողջական, եւ ֆինանսական, եւ անձնական ոլորտում, բոլոր ոլորտներում մոմը կրակը խորհրդանշում է ձեզ կամ այն մարդուն, ով որ վերցնում է իր ձեռը։ Այսքանը, սիրելիներս։